Նրանք յուրահատուկ երեխաներ են, հատուկ կարիքներով, բայց շատ սովորական երազանքներ ունեն։ Հայրը ինձ շատ օգնեցին։ Ու ես արդեն սկսեցի կրունկ թաթ քայլել։ Հայ մայրեր բարեգործական հասարակական կազմակերպության բարեգործական գալանտրիկ 2024-ը միտված էր հենց այս երեխաների կարիքների բավարարմանն ու նրանց երազանքի ճանապարհին կարևոր ներդրում ունենալուն։ 2012 թվականից ի վեր Հայ մայրեր բարեգործական հասարակական կազմակերպությունը մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների կողքին է։ Նրանց շնորհիվ հաշմանդամություն ունեցող տարեկան 700 երեխաներ ստանում են վերականգնողական բուժում, երազի տուն, ներառական և վերականգնողական կենտրոններում։ Մի գործ, որի մեջ կա մեծ նվիրում մեր կողմից, մեծ երազանքներ ծնողների ու երեխեքի կողմից ու կրկնակի ավելի մարդասիրություն բարերարների կողմից, անկախ դրանից դա կազմակերպություն է թե անհատ է, ամեն ինչ ստացվում է քո ակնկալիքից երկակի ավելի լավ։ Ամենակարևորը կայուն պահել կազմակերպությունը, որ որևէ երեխա չմնա առանց վերականգնողական բուժման, որևէ երեխա չմնա առանց անհրաժեշտ գույքի, որևէ ընտանիք չմնա առանց կարևոր աջակցության։ Երեկոն վարում էր Հայ մայրեր բարեգործական հասարակական կազմակերպության պատվավոր անդամ Նազենի Հովհաննիսյանը, երեկոյի հատուկ հյուրն էր Ավետ Բարսեղյանը։ Օրն առավել յուրահատուկ դարձրին Հայ մայրեր բարեգործական հասարակական կազմակերպության պատվավոր անդամներ Սոֆի Մխեյանի եւ Սոնա Ռուբենյանի, Ռազմիկ Ամյանի, Անահիտ Հակոբյանի կատարումները։ Հայ մայրեր բարեգործական հասարակական կազմակերպությունը ուղղակի պարգև էր մեզ բոլորիս, մեր երկրին, որովհետև նա ոչ թե լուծում է միայն խնդրով մանավանդ մանկական ուղեղային կաթվածով երեխաների տարբեր ծանրագույն հարցերը, այլև լուծում է մեր խղճի, ամենակարևորը մեր խղճի հարցը։ Եվ նորից ամեն անգամ զարկերակիդ մեջ ներդնում են առողջ արյունը, որը քեզ ստիպում է վերադառնալ իսկական մարդկային արժեքային որակների։ Նարինեն մեր ընկերն է, տարիների վերջ, Գարիկը նրա տղան, իմ այսպես սերը, մենք միասին շատ իրար սիրում ենք, ամեն երեկո Գարիկը ինձ զանգահարում է, մենք այսպես տեսնում ենք իրար, հարցնում ենք ոնց է օրը անցել։ Բարեգործական գալանտրիկ 2024-ին կայացած աճուրդի ընթացքում հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը 2025 թվականի ընթացքում։ Գալանտրիկ 2024-ի ընթացքում հավաքագրվեց 27 միլիոն 2250 դրամ։ Տասնյակ տարիների վստահելի ու նվիրված աշխատանքի մասին է վկայում այս թիվը։ Յուրաքանչյուր լուման չափազանց կարևոր է երեխաների կյանքի որակը բարձրացնելու համար։ Հայ մայրերը 2025 է մուտք գործում ավելի մեծ հավատով ու համարձակ նպատակներով։